Հայաստանն իր պաշտպանունակության բարձրացման համար նոր աջակցություն կստանա խաղաղության եվրոպական հիմնադրամից։ Հունգարիան հանել է վետոն։ Տեղեկությունն այդ մասին հաստատվել է պաշտոնապես։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, նախ թերևս հիշեցնենք նախապատմությունը։ Այո, մարտին Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր հանձնակատար Կայա Կալասը առաջարկել էր Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին օգնություն ցուցաբերել 20 միլիոն եվրոյի չափով իր պաշտպանողականությունը պաշտպանելու նպատակով եւ նման որոշումները ուժի մեջ մտնելու համար պետք է արժանանան Եվրամիության անդամ բոլոր 27 պետությունների կողմից։ Եվ ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների Հունգարիան ըստ էության վետոյի իր իրավունքից է օգտվել, չհաստատելով այս որոշումը։ Հարցը բազմիցս քննարկվել է տարբեր մակարդակներում, բայց որևէ լուծում չէր հաջողվում ապահովել։ Եվ այժմ, ինչպես ասացիր, բարի լուր ստացանք։ Նույն վիճակներ անցած տարի, երբ Հունգարիան առաջին անգամ խոչընդոտեց այդ հարցի լուծման, այդ ժամանակ նույնպես առաջարկվել էր օգնություն ցուցաբերել Հայաստանին եվրոպական խաղաղության հիմնադրամից, սակայն Հունգարիան պահանջում էր, որ չի կիրառի իր վետոն, եթե Ադրբեջանը եւս նույն ծրագրի մեջ ներգրավվի։ Եվ դա փոքրինչ անտրամաբանական էր, նախ սխալ է, կշեռքի նույն նժարի վրա, հավասար նժարի վրա դնել ագրեսորին եւ զոհին, այդ օգնությունը Հայաստանին պետք էր հենց այդ ագրեսորից պաշտպանվելու նպատակով։ Մյուս կողմից Ադրբեջանին, որի ռազմական բյուջեն 5 միլիարդ եվրոյի է հասել, հազիվ թե այդ 10 միլիոն դոլարը շատ օգտակար լիներ։ Ինչևէ, ցավոք այդ ժամանակ եվրոպացիները զիջեցին Հունգարիայի պահանջին եւ Հունգարիան հասավ դրան, որ Ադրբեջանին եւս օգնություն ցուցաբերվեց, բայց ոչ թե խաղաղության հիմնադրամից, այլ աղբյուրներից Ադրբեջանում ականազերծման աշխատանքների համար։ Այս անգամ, ինչպես հասկանում եմ, եվրոպացիները ավելի սկզբունքային դիրքորոշում ցուցաբերեցին եւ Հունգարիան ստիպված եղավ զիջել առանց որևէ դրա դեմ ինչ-որ բան Ադրբեջանի համար ստանալու։ Համենայն դեպս տեղեկությունը այն մասին է, որ պարզապես կոնսենսուս է եղել բոլոր 27 պետությունների միջև եւ այլևս ոչինչ չի խանգարում խնդրի վերջնական լուծմանը։ Հայաստանի արտգործնախարարության մամլոխոսնակ Անի Բադալյանը պարզաբանել է, որ որոշակի ներքին ընթացակարգային հարցերի լուծումից հետո խնդիրը վերջնականապես կլուծվի եւ այդ գումարը կհատկացվի։ Վերջերս Հայաստանն ու Հունգարիան լիարժեք վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները եւ թվում էր այդ քայլից հետո այլևս այն ոչ բարեկամական քայլերը կմնան անցյալում։ Իսկապես այդպիսի տպավորություն կար, Ռամիլ Սաֆարովի այդ արտահանձնումից հետո Հունգարիան որոշ քայլեր ձեռնարկեց մեղմելու համար այդ ամենի բոլոր բացասական հետևանքները, Հունգարիայի աջակցությամբ Ադրբեջանը 5 ռազմագերու վերադարձրեց Հայաստան, Հունգարիայում Արցախը լքած 1000 փախստական երեխաներ ապաքինվեցին, այնտեղ ամառային ճամբարներում, կես միլիոն եվրո հատկացրեց Հունգարիան Արցախից տեղափոխված փախստականներին օգնելու համար, Լոռիում այդ ջրհեղեղից տուժածների համար, պետական ռեսուրսներով վերանորոգվեց Բուդապեշտի հայկական եկեղեցին, բայց տպավորություն է, որ այդ ամենը ընդամենը այսպես փոշի էր հայերի աչքերին ուրեմն լցնելու համար, իսկ իրականում Հունգարիան շարունակեց որոշ դեպքերում տարօրինակ պահվածք ցուցաբերել, մասնավորապես 23 թվականին Հունգարիան ըստ էության արգելապակեց Եվրամիության որոշումը, որով առաջարկում էր դատապարտել ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ։ Անցած տարվա հոկտեմբերին Հունգարիան փորձեց խոչընդոտել Եվրախորհրդանի բանաձևի ընդունմանը, որով կոչ էր արվում դատապարտել ադրբեջանական ագրեսիան եւ սահմանափակել դիվանագիտական շփումները պաշտոնական Բաքվի հետ։ Անցած տարի ֆրանսիական L'Opinion թերթը գրել էր սեփական աղբյուրները վկայակոչելով, որ Ֆրանսիան ու Նիդերլանդները առաջարկել էին Եվրամիությունում քննարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը Արցախի դեմ ագրեսիայի պատճառով, սակայն Հունգարիան Ռումինիայի հետ միասին կրկին օգտվեց վետոյի իր իրավունքից։ Այսինքն Հունգարիան սկզբունքային հարցերում շարունակում է այսպես ընդգծված պրոադրբեջանական դիրքորոշում ցուցաբերել։ Իսկ ինչու է Հունգարիան այդքան հետևողականորեն աջակցություն ցուցաբերում պաշտպանում Ադրբեջանին։
Իսկապես Հունգարիան դարձել է Ադրբեջանի ազդեցության գործակալը Եվրամիությունը, ըստ էության Իլհամ Ալիևը դա խոստովանում է բաց տեքստով։ Վերջերս նա ասել էր, մեջբերեմ նրա խոսքերը, Հունգարիան մեր թիվ 1 դաշնակիցն է Եվրամիությունում։ Երբ Ադրբեջանի հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչում, Հունգարիան առաջինն է ի պաշտպանություն Ադրբեջանի ոտքի կանգնում։ Հավանաբար գլխավոր պատճառը այսպիսի պահվածքի այն է, որ Ադրբեջանը շարունակում է Հունգարիային արտոնյալ պայմաններով գազ մատակարարել։ Վերջերս օրեր առաջ Բուդապեշտում կայացավ Հունգարիա-Ադրբեջան ռազմավարական երկխոսության հերթական նիստը, որի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարարը եւ իր գործընկերը ստորագրեցին նոր փաստաթղթեր եւ նաեւ հաստատվեց փաստաթուղթը, որի համաձայն Ադրբեջանը եւս մի քանի տարով շարունակի տարեկան 800 միլիոն խորանարդ մետր գազ մղել Հունգարիա արտոնյալ գներով։ Ավելին պայմանավորվել են, որ հունգարացի մասնագետները եւ հունգարական պետական կառույցները կմասնակցեն ադրբեջանական Շեմախայում նավթահանքերի արդյունահանմանը։ Այսինքն ուղիղ շահ ունի Հունգարիայի կառավարությունը։ Որպեսզի արդարացնի Ադրբեջանի հետ հատուկ հարաբերությունները, վարչապետ Վիկտոր Օրբանը հորինել է այսպես կասկածելի պատմական տեսակետից վարկած, որի համաձայն հունգարացիները իրականում թյուրք են եւ եկել են Ալթայից։ Գիտնականները կասկածելի են համարում այս տարօրինակ վարկածը, բայց դա օգտագործելով Վիկտոր Օրբանը մասնակցում է գրեթե բոլոր թուրքալեզու պետությունների գագաթնաժողովին եւ ըստ էության դաշնակից է վաղուց արդեն Թուրքիային եւ Ադրբեջանին։ Բայց չի բացառվում, որ այդ ամենի վերջը շուտով կգա, քանի որ գալիք տարվա մարտին Հունգարիայում խորհրդարանական ընտրություններ են եւ սոցիոլոգիական հարցումները վկայում են այն մասին, որ Վիկտոր Օրբանի կուսակցության վարկանիշը շարունակում է իջնել, իսկ ընդդիմադիր կուսակցության առաջնորդը խստորեն դատապարտել է ժամանակին Վիկտոր Օրբանի կառավարության որոշումը Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ։ Արդյոք իդեպ վերջերս մամուլում մի տեղեկություն տարածվեց, որ Ռամիլ Սաֆարովին նոր զինվորական կոչում են շնորհել իսկապես։ Հետարքիրը այն է, որ ռուսալեզու եւ անգլիալեզու ադրբեջանական լրատվամիջոցներին արգելվել էր հավանաբար այդ տեղեկությունը տարածել։ Ադրբեջանական լրատվամիջոցներն էին միայն, ադրբեջանալեզու լրատվամիջոցներն էին միայն այդ մասին գրում։ Իսկապես վերջերս նա գնդապետի պաշտոն է ստացել, այսինքն կարիերան այսպես շարունակում է զարգանալ, ավելին նրա կինն էլ բարձր պաշտոն է ստացել կրթության նախարարության կառույցներում։ Կարծում եմ հունգարացի ընտրողները, հարկատուները իրավունք ունեն իմանալ այդ մասին, քանի որ այդ անձնավորությունը Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնել է իրենց երկրի վարչապետը։ Շնորհակալություն։